Հանրային տրանսպորտի համար նախատեսված 150 դրամ ուղևորցը չվճարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն մինչև 15,000 դրամի չափով։ Այս մասին այսօր ազգային ժողովում օրինագիծ ընդունվեց 62 կողմ եւ 27 դեմ ձայներով։ Եվրոմեդիա 24 լրատվականը հարցախույզի միջոցով Երևանյան փողոցներում քաղաքացիներից փորձեց պարզել նախ տեղյակ են այս ամենի մասին թե ոչ եւ որպես քաղաքացի ինչպես են վերաբերվում այս տուգանքներին։ Տեղյակ եք, որ տրանսպորտի համար նախատեսված 150 դրամ ուղևորցը չվճարելու դեպքում տուգանելու են քաղաքացիներին 15,000 դրամի չափով։ Հա, տեղյակ եմ, իհարկե։ Ինչպես եք վերաբերվում դրան։ Շատ վատ։ Չէ, բարեխիղճ լավ էլ վճարում են ժողովուրդը, շատ իզուր են այտենց մտածում։ Իրանք նենց են տրամադրված, ոնց որ ժողովուրդը ընդհանրապես չի վճարում։ Բայց ես ամեն օր գործ եմ գնում։ Ես ինքս քարտով եմ ու շատ լավ էլ ժողովուրդը վճարում է, մեկ-մեկ ծերեր են էլի, որ կանգնում են տուգան են, ինչ են անելու։ Թոշակն են վերցնելու։ Սիրուն չի մի քիչ։ Կարելի է մտածել այդ թեմայի շուրջը, մի քիչ թող խորը մտածեն ու չվիրավորեն, սիրուն չի։ Որպես քաղաքացի դու որ ունես ոչ կվերաբերվես, մի հատ դեպի ասալը, ես նոր վերաբերվեմ։ Շատ վատ։ Տեղյակ ենք։ Ինչպես եք վերաբերվում։ Չեմ զարմանում, Հայաստանա, չեմ զարմանում ուղղակի, չգիտեմ ինչ ասեմ, երևի մենք արժանի ենք սրան, վերջ։ Հա, կարդացել եմ։ Ինչպես եք վերաբերվում այդ ամենին։ Վերաբերմունք չունեմ, ջան։ Ես լինում է բանը, ապարատը անջատածա լինում, կտրոն չեմ կարող վեկալեմ։ Դες վարորդին ասում եմ դե չեք չկա մոտս, ասում եմ ոչ նստի։ Ոչ մի բանից տեղյակ չեմ։ Բայց ինչպես եք վերաբերվում տուգանքին։ Առայժմ ոչ մի ձև։ Շատ վատ, ինչի համար տուգան են։ Իբր շատ լավ են աշխատում ժողովուրդը, որ հիմա էլ պետք է այդքան տուգանք բան անի։ Հա, տեղյակ եմ, բայց ես լրիվ դեմ եմ որոշման, որտեվ ի սկզբանե պետքա տրանսպորտը չթանկանար 150-ին, որտեվ նայելով ընդհանուր տնտեսական վիճակը երկրի, ինձ չի թվում, որ 150-ը նորմալ վճար է հանդիսանում այս պարագայում։ Ուրեմն լսել եմ երեք, ես ձեզ ասեմ մի սովորական նորմալ երևույթ, ասենք ես փոքր դպրոցական էի, որ գնում էի տրանսպորտով դպրոցից տուն կամ տնից դպրոց, այն ժամանակ էլ կարային ստուգողները եւ այլ եւ մյուս, ասեմ որոնք որ կանգառներում կանգնած, կարմիր ժապավենը սս թևերին կապած, ասենք տուգանում էին մարդկանց։ Ասեմ ավելին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որ այս տրանսպորտը իդեալական է աշխատում вообще, ու որ մերոնք արդեն փորձում են հասնել այդ մակարդակին, կանգառներում կանգնած են հսկիչներ, որոնք ունեն սս պլանշետ, այնտեղ մարդը իջավ, հա, ասենք այդ երթևեկողը պասաժիրը էլի, իջավ, հսկիչը վերցնում է իրանից ուզում է իր քարտը, այսինքն ասում է հələ մի հատ տուր, վերցնում է տենում է վերջի վճարում այդ ավտոբուսին ա եղել թե որտեղ ա եղել։ Եթե չէ, տուգանում է, իհարկե ես չեմ տուգանվել այնտեղ, բայց տեսել եմ, ականատես եմ եղել, ու շատ զարմանում եմ, որ մինչև այսօր Հայաստանում այդ բանը չի գործում, շատ եմ զարմանում, էլի, ասենք, իսկ ինչի չպետք է գործի, որ բան եթե մարդը ձրի է երթ, ով է պարտավոր իրան ամփոխ տեղափոխի։ Իսկան բան կարամ ասեմ, ասենք թե ես կողմ եմ այդ դրան, ասենք պետք է վերջերաջ այդ ցիվիլիզացիան ստեղել հասնի, ինչ որ մի ձև։ Լսել եմ, բայց ոնց է ստուգելու, ինչ են արել, ես չեմ հասկանում։ Հսկիչներ են լինելու ավտոբուսը։ Հասկացա, հսկիչ են, ես բանկամատի քարտով խփում եմ ատկազատալի, ինչ անեմ, մեջն էլ լիքը փող կա, այդ ոնց են ստուգելու։ Կամ որ ստուգեն մտնեն մեջը ինչ իրավունք ունեն իմանան իմ բանկամատի քարտի մեջ ինչքան փող կա։ Ես չգիտեմ այդ ոնց են կարգավորելու, չեն էլ կարա կարգավորեն։ Հսկիչ 500 ավտոբուսը 500 հոգի ամեն ավտոբուսից մի հոգի պիտի նստի ու ավայ փող ստանա։ Լրիվ հիմարությունն է, լրիվ աբսուրդ է, ես չեմ պատկերացնում ուրիշ բան։ Ես կողմ եմ, որտեղ մարդիկ կան ամեն օր տոմսը հանում են, մարդիկ էլ կան առանց տոմսեն երթևեկում, դա ճիշտ չի, ես կողմ եմ։ Դե որ տոմս չեն վերցնել, պետք է տուգանվեն, բայց չի բնականաբար։